Դոնալդ Թրամփը դիմել է Թեհրանին նախազգուշացրել, 1000 հրթիռ արդեն ուղղված է դեպի Իսլամական Հանրապետություն։ Հազարավոր այլ հրթիռներ էլ անմիջապես կարձակվեն, եթե Իրանի կառավարությունը մահափորձ կատարի իր դեմ։ Հրամաններն արդեն տրված են եւ ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները, հավելել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տան ղեկավարը նաեւ նշել է, որ պատրաստ են Թեհրանի խնդրանքով վերսկսել բանակցությունները, սակայն հրադադարի ռեժիմն այլևս չի գործում։ Իրանի արտգործնախարարը մեղադրել է Վաշինգտոնին Իսլամաբադի հուշագիրը խախտելու եւ հակաիրանական պատժամիջոցները չչեղարկելու համար, մինչդեռ Թեհրանը Աբբաս Արաղչիի խոսքով կատարում է իր պարտավորությունները։ Սակայն դա պետք է փոխադարձ լինի, շեշտել է իրանցի դիվանագետը։ Նաեւ Արաղչին մեկնել է Օման քննարկելու Հորմուզի նեղուցի հարցը։ Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակն էլ նախազգուշացրել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են լայնամասշտաբ պաշտպանության։ Բանակցությունների ընթացքում ես ասել եմ, որ մենք չենք վստահում նրանց, ընդգծել է Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը։ Իրանի շուրջ զարգացումները մեկնաբանել են Իսրայելի ցրեական պետության պաշտպանության նախարարը զգուշացրել է, պատրաստ են ցանկացած սցենարի, կարող են եւ պաշտպանվել եւ հարձակվել։ Ռուսական ուժերը գիշերը բալիստիկ հրթիռներ են արձակել Կիևի ուղղությամբ, տեղական իշխանության տվյալով վիրավորվել է 10-ից ավելի մարդ, այդ թվում երեխա։ Ուկրաինայի մայրաքաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևում թիրախ են դարձել ԱԹՍ-ների արտադրության օբյեկտներ։ Ըստ գերատեսչության հաղորդագրության հարձակման են ենթարկվել նաև նավահանգստային ենթակառուցվածքներ Օդեսայում, Չեռնոմորսկում եւ Իզմայիլում։ Ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ռուսական կողմն արձակել է 6 Իսկանդեր եւ տարբեր տեսակի խահրթիռներ։ Ուկրաինական ուժերն էլ հարվածել են Դաշնության տարածքին, ՌԴՊՆ տվյալով գիշերը խոցվել է 178 անօդաչու թռչող սարք։ Թիրախում են եղել Բրյանսկի, Կալուգայի, Ռոստովի, Սմոլենսկի, Տվերի, Մոսկվայի մարզերը, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Ադիգեայի հանրապետությունը, Ազովի եւ Սևծովերի տարածքները։ Վոլոդիմիր Զելենսկին Կիևում ընդունել է Հանրապետական կուսակցությունից սենատոր Լինդսի Գրեմին, քննարկվել են Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը եւ հակառուսական պատժամիջոցների ուժեղացումը։ Զելենսկին ամերիկացի սենատորին է ներկայացրել հանրապետության պաշտպանական կարիքները։ Նա հիշեցրել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում քաղաքական պայմանավորվածության են հասել, որ Վաշինգտոնը լիցենզիաներ կտրամադրի Կիևին Ուկրաինայում Պատրիոտ հոփամակարգերի հրթիռներ արտադրելու համար։ Որքան ուժեղ է Ուկրաինան մարտի դաշտում, այնքան մեծ է հավանականությունը, որ դիվանագիտությունը ի վերջո կաշխատի, շեշտել է Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից հետո Լինդսի Գրեմը հայտարարել է, որ Սպիտակ տան հետ համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի շուրջ։ Կոնգրեսականը համոզված է, որ այդ նախաձեռնությունը լրացուցիչ լծակներ կտա Թրամփին, նպաստելու ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցմանը։ Պատժամիջոցները հիմնականում տարածվելու են ռուսական էներգետիկ հատվածի վրա։ Դիանա Գասպարյան, լուրեր։